Մի բան ասեմ, ժողովուրդ, մի հատ սպասի քեզ ասեմ էլի։ Գնում եք իմ վեբսայթ, մտնում եք notes-ի մեջ, հեսա այստեղ notes տեսնում եք, ոչ թե home, իսի home-ն է, այստեղ notes։ Այստեղ ասենք լիքը գրել եմ էլի, ու գյորս չեմ ուզում տանեմ, շատ ուրախ կլինեմ, եթե դուք օգտվեք սրանից։ Նայում եք փոքր էս կուրսերին half semester course notes, a quick introduction to basic set theory, փակը գծերի մեջ undergraduate։ Հատուկ գրել եմ, որ ուզում եմ ինչ-որ կուրս կարդամ, սովորաբար ասում եմ մինչև այսի չկարդաք, հետս մի խոսացեք, այս lecture notes with problems, որ տեսնեք, ասենք, պարզայել աշխատանք է պահանջում, բայց 20 էջ բան է, ու էսի, եթե չեք դառնալու բազմությունների տեսության մասնագետ, էսի ձեր օտի դոկը հերիք ես 20 էջը, որ դուք լրիվ բազմությունների տեսությունը, ոչ նաիվ բազմությունների տեսությունը հասկանաք ոնց է սարքած։ Ասենք ես շատ խորհուրդ եմ տալիս, ասենք ստեղ Axioms of Choice-ն էլ կա, սաղ կա։ Ու հենց սկսում է, ասենք set theory աքսիոմներից, Zermelo-Fraenkel-ի աքսիոմներից։ Ու ասենք լոգիկա չեմ ենթադրել, որ մարդիկ լոգիկա են տեսել, զուտ մի քիչ այստեղ կարող է այս մասը, որ սահմանում եմ, թե ինչ բան է ֆորմուլա, չէ, նորմալ սահմանած է, այստեղ ես ոչ rigorous բան չեմ արել։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, եթե ուզում եք լրիվ հասկանաք ինչն է խնդիրը ու ոնց են էդի շրջանցել, այս 20 էջն է։ Ու ես պարզա շատ ուրախ կլինեմ, դա ասենք ես cofinality-ին կարակ վաշե չկարդակ, այս cofinality and Koenig's theorem կարակ չկարդակ, ասենք մինչև այս continuum-ը 16 էջը, 16 էջ որ կարդակ լրիվ ինքն է, в общем, ինձ ցես խորհուրդ, մինչև ես չգիտեմ, մյուս տարի իսկական նորմալ բազմությունների տեսություն կպատմեմ, disjointifying sets, սենց անգլերեն բառ չկա, բայց ոչինչ, Եկեք էդի որպես դասընթացի մի մաս ասեմ, որովհետև էսի ցանկացած մաթեմատիկայի բան պետք է իմանա։ Ասենք given a family of sets. Family-ն ասելով նկատի ունեմ set. Set f of sets. We can sets which are not necessarily disjoint. There is a way to make them disjoint without changing the sets much. Հեսա օֆիցիալ կգրեմ ինչ եմ ուզում ասեմ, օֆիցիալ ուզում եմ ասեմ, որ ֆորմալ կարանք այդ բազմությունները իրարից անջատենք, զուտ ինչ-որ պիտակներ կցելով այդ բազմության էլեմենտներին, ոնց որ ասենք պատկերացրեք էլեմենտների նույն ձև ենք թողում, բայց ինչ-որ պիտակ ենք կցում ամեն բազմության էլեմենտին, որ նենց պիտակ, որ տարբեր բազմությունների էլեմենտներ տարբեր պիտակներ ունենան, ու ըստ այդմ լինեն տարանջատ բազմություններ, չհատվող։ Հիմա արի մի հատ ֆորմալ գրեմ, more formally, we replace each set S in F with the set S prime. Հիմա մի հատ դուք ինձ ասեք ինչ ենք անելու։ Ամեն էլեմենտի համար S-ից ուրիշ էլեմենտ ենք մտցնելու S prime-ի մեջ։ Կարակ ասեք ինչ էլեմենտ։ SX, ինչ-որ զույգ որպես։ Հա, հենց տենց, այսինքն S պիտակն ենք կցում X-ին, չէ, X-ի կողքը մի հատ S ենք գրում, որ ասում ենք դու S բազմությունից էիր,
Համ հայերեն, համ անգլերեն, S-ի նկատի ունեմ IC, բանը, okay, S-ա պիտակը։ Ու սրանով ուրիշ տարբեր S-երի համար, մի հատ S0 ու S1 բազմությունների համար պիտակները զուտ տարբեր կլինեն ու էլեմենտներ, ասենք, ու այդ բազմությունները չեն հատվի։ So then let F prime be the set S prime for each S in F. Then for any two. Խնդրեմ նորից կբացատրեք, ես ինչ արեցինք, ես անկեղծ ասած չհասկացա։ Հա, ասենք ունենք բազմություններ S, ես F-ի մեջ ունենք S, ունենք S1, S2 եւ այլն, ասենք S0, S1, հա։ Ստե ասենք հատում կարող է լինի։ S էլեմենտները հատում կարող է ունենան։ Okay։ Հիմա ինչ եմ անում, ամեն X-ին X-ը փոխարինում եմ, ասենք մի հատ զույգով, ոնց որ այդ X-ի վրա պիտակ եմ դնում։ Որ պիտակն եմ դնում, այս X-ի վրա դնում եմ S0 պիտակը, ու ստեղ էլ ես X-ի վրա դնում եմ S0 պիտակը, ու սրանով ստե ես, որ X շտորակետ X0-ն ստանում է ուրիշ պիտակ, քան S-րա մեջ գտնվելով X, նույն X-ը, so ասենք ես S-երը, S0-ները, S0-ն դառնում է S0 շտրիխ, որ X-ը դու ուղղակի map ես անում X ստորակետ S0-ին։ Ոնց որ ասենք, չգիտեմ, իրական թվերը բռնես ու ամեն թվի կողքը մի հատ ուրիշ բան էլ գրես։ Ասենք գրես R։ Okay, հիմա ասենք սրանով for any S0, S1 in F, S0 prime intersect S1 prime are empty. Ու էսի շատ բան common օպերացիա է, որ օգտագործում են, օրինակ գոյություն ունի disjoint union գաղափարը, ասենք ասում եմ, չգիտեմ, ունես տարածություններ, մետրիկական ասենք թե տարածություններ, անվերջատ, ու ասում են վերցրու այդ մետրիկական տարածությունների disjoint union-ը, չնայած որ իրանք կարող է disjoint չլինեն։ Այդ նշանակում է արա այս օպերացիան, սարքի իրանց formal disjoint բազմություններ ու վերցրու իրանց union-ը։ Ուզում եմ ասեմ, էսի մենակ set theory-ում չի, էլի այս տրուկը օգտագործվում, սա math-ը մեջ կոչվում է disjoint union։ Այս տրուկը, որ ուզում ես ասենք, իրար հետ կապ չունենան այդ քո տարբեր բազմությունները, չնայած կարող է ասենք պատահական նույն էլեմենտները ունեն, բայց դու ուզում ես իրանք իրար հետ կապ չունենան։ Ու ինչն է պարզ, որ եթե այս F շտրիխից axiom of choice-ը աշխատացնես, դու այդ նույն ֆունկցիան կարաս օգտագործես, որ choice ֆունկցիա սահմանես օրիգինալ նախնական F-ի համար։ Եթե այստեղ choice function ունես, F-ից F' ֆունկցիա ունես, ոնց որ պետք է կոմպոզիցիան վերցնես այդ ֆունկցիայի, հայերեն կարծեմ սուպերպոզիցիա ենք ասում, ու կստանաս choice function F-ի համար։ Մի վարքյան մի հատ կարանք ես վերջին մասը բան անենք, արի անենք, given a choice function ակեք C prime անունը դնենք C prime for F prime i.e. C prime-ը F prime-ի վրա սահմանած ֆունկցիա է, որը գնում է F prime-ից union F prime։ Այս union-ը հասկացել եք ոնց է սահմանվում։ Ոնց որ սա ստեի մեջի բազմությունների միավորումն է, հա։ We can define a choice function ես այս բանի անունը չդրեցի, ասենք, այս շտրիխ ֆունկցիայի անունը ոչի բան չդրեցի։ Choice function, այս շտրիխ ֆունկցիայի անունը ինչ տնենք։ Okay, սպասեք, the set, պի դնենք անունը, ասենք թե ps, պիտակ բառից։ Okay, okay, so այս ps-ը սահմանվում է այս ձևով, ու p-ն ֆունկցիա է f-ից f prime։ Function C
Սին ոնց է սահմանվում, սկզբից պին ես կիրառում, հետո կիրառում ես C շտրիխը։ Գնում է F։ Ահա, հետո մի բան էլ պետք է կիրառես, հետո հետ պետք է գաս։ Ոնց որ P-ի հակադարձը պետք է անես։ Projection պետք է անես։ Ասենք, ասենք projection առաջին կոորդինատի վրա, հետո C prime P, okay, էսի գնում է F-ից F union, ոնց է աշխատում, սկզբից այս F-ի մեջից մի հատ S շտրիխ ես վերցնում, այդ S շտրիխը ինքը բանը դարձը, F-ի մեջից S ես վերցնում, S-ը դառնում է S շտրիխ, չէ, ու S շտրիխի էլեմենտները արդեն զույգեր են։ Հետո այս S շտրիխի մեջից choice-ը արվում C շտրիխ S շտրիխ, չէ։ Այս շտրիխի մեջից արդեն ընտրությունը արվեց, հիմա այս ընտրության արդյունքում մի հատ սենց այս տիպի էլեմենտ է ծնվել, ու դու այս տիպի էլեմենտից ուղղակի ուզում ես այս պիտակը մոռանաս։ Այդ մոռացող ֆունկցիան է պրոյեկցիան է։ Ասենք, ասի գրենք սենց։ Այս պրոյեկցիան P մինուսն է, հա, ոնց հասկանում եմ։ P մինուս 1։ Հա, եթե կետերի վրա սահմանենք, ես պին ոնց որ սահմանել եմ ոչ թե կետերի վրա, պին սրա էլեմենտներ է ուտում, ոչ թե սրա էլեմենտներն է ուտում։ Ոնց որ պին S-եր է ուտում։ Հա, Բայց կարենք կետերի վրա էլ սահմանենք ու այդ վաղտ կլներ պի հակադարձին։ Okay, ես էլ սենց, ես էլ սրանից հետո գնում է բանի, զուտ X-ին, որը պատկանում է S-ին։ Եկեք սենց գրեմ X, S։ S okay, հա։ Ահա։ Հա, okay։ Եթե հարցեր ունեք, մի անգամ էլ ասենք։ Սկոպիտ ասած նենց ես անում, որ այս շրջակայքը չլինի, ասենք զուտ առանձնացնում ես այս երկուսը։ Այսինքն ես լնում եմ մի հատ սենց S0 շտրիխ, ես լնում եմ մի հատ սենց S1 շտրիխ։ Okay, եթե ուրիշ հարցեր չկան, անցնենք այլի բազմությունների տեսությանը։ Ես զուտ կոնտինյումն եմ ուզում սահմանեմ։ Okay, անցյալ անգամ խոսացինք հավասարա, ոնց ասեցինք, հավասարաքանակության մասին, բազմությունների հավասարաքանակ լինելու մասին, equity numerosity մասին, ու քննարկեցինք հաշվելի, թե հաշվելի բազմությունները որոնք են, ինչ գործողություններ կարանք իրանց հետ անենք, որ մնանք հաշվելիի մեջ։ Հիմա ուզում եմ ասենք քննարկենք անհաշվելի բազմություններ, ու սկսում ենք նրանից, որ ցույց տանք, որ կան բազմությունները, որոնք անհաշվելի են, ու okay, so we start by proving that there exist uncountable sets. Այս արվում է կանտորի դիագոնալիզացիա արգումենտով, ասենք we know that n is so ասենք եկեք ցույց տանք, որ ցանկացած եթե ունես մի հատ բազմություն, վերցնում ես իր բանը, ոնց են ասում, ենթաբազմությունների բազմությունը, ու ցույց տանք, որ այդ իր ենթաբազմությունների բազմությունը երբեք հավասարա թիվ չի իր հետ։ We do Cantor diagonalization, so by Cantor diagonalization method, we show that for any set S, the power set of S is never equinumerous with S, where
PS is the power set. So it's all S prime such that S prime are subset of S. S power set-ի գոյությունը որպես բազմություն էլի աքսիոմ է։ Ասենք աքսիոմ կա, կոչվում է power set axiom, որ ամեն բազմության համար գոյություն ունի ուրիշ բազմություն, որ պարունակում է իր բոլոր ենթաբազմությունները։ Okay. Դատարկն էլ հետը։ Չէ, S-ը եթե դատարկ կա, okay, S-ը վերցնենք դատարկ, S-ով կլինի։ Մեջը դատարկ պրոստը մի հատ բազմություն։ Հա, այսինքն e.g. Մի էլեմենտ կունենա։ Եթե S-ը դատարկ կա, power set of S-ը դատարկ չի արդեն։ Ու բնականաբար ասենք if S is finite, since ասենք actual numerous to n, then power set of S is equinumerous to քանի հատ ենթաբազմություն կա։ 2n երևի։ 2n, հա, մերսի, ոնց ենք տենում ես։ Ամեն տար կամ կա կամ չկա։ Ասենք n հատ բիտ ես վերցնում ու ամեն տարի համար 0 կամ 1 դնում ես կա կամ չկա։ Ինդուկցիայով է կարելի ապացուցել։ Okay, so այսինքն նույնիսկ վերջավորների վրա էլ է երևում, որ սրանք տարբեր չափերի են այս հզորությունը, բայց պարզվում է, ասենք, անվերջների համար էլ է ճիշտ այդ point-ը։ Հիմա եկեք մի հատ կանտորի դիագոնալիզացիան ես ասենք լրիվ երեխայավարի բացատրեմ, հետո ասենք ֆորմալ կգրենք էլի, որ մարդ տենա ինչ է կատարվում։ The Cantor diagonalization method method is a basic algorithm of producing a new say column vector in a table of vectors. In an n by n table, in an n by n table. Պարզանվերջների համար էլ կգրենք էսի, ինչ եմ ուզում ցույց տամ, որ ասենք թե մի հատ բան ենք վերցնում, այսպես մի բան, որը ասենք կոպիտ ասած 0-1-երի մի հատ մատրից, ուղղակի ես ներկել եմ այդ մատրիցը, ասենք թե այս սրանք 1-երն են, 1-երը վարդագույնն եմ ներկել, 0-ները չեմ ներկել, ու կարևոր է նա, որ այստեղ ինդեքսները այսինքն ձախ ինդեքսն ու աջ ինդեքսը, վերևի ու ներքևի ինդեքսները նույն բազմությունով են, ասենք եթե էսի 0-ից n է, էս էլ է 0-ից n, կամ ասենք էսի իրական թվերն են, էս էլ է իրական թվերը, okay, հիմա ես վերջավորն եմ ասում, որտեղ չեմ կարող անվերջը նկարեմ, բայց դուք պատկերացրեք էլի, okay, հիմա ես պատկերացում տալիս եմ, ասենք չգիտեմ, միլիոնի վրա մի հատ այսենց table, ու ասում եմ, կարես մի հատ ալգորիթմ մշակես, որ մի հատ ինձ էլեմենտ վերադարձնի, մի հատ ինձ վեկտոր վերադարձնի, որ այս իմ բանի, իմ table-ի մեջ չկա այդ վեկտորը։ Այսինքն մի հատ ինձ հեշտ ալգորիթմ, որ ինձ վերադարձնի մի հատ վեկտոր, այսենց։ Okay, so want a vector, a column vector. Question mark that doesn't appear in the table, that doesn't appear in the table. Okay, so որն ալգորիթմը, որ անկախ նրանից ես ինչ table եմ տալիս, դրա մեջ դուք ասենք կարաք մի հատ միանգամից ծնեք մի հատ բան, նոր վեկտոր, որ այս սրանց ոչ մեկին հավասար չի։ Հիմա կանտորն ասում է դրա ամենահեշտ ձևը անելու,
որ վերցնես այս անկյունագիծը, այս կամ են, որ տարբերություն չկա, օրինակ վերցնենք այս անկյունագիծը, ու էդի լինում է վեկտոր, բայց մենք անկյունագծի վեկտորը չենք ուզում, մենք ուզում ենք դրա հակառակը, այսինքն որտեղ որ բան է, որտեղ որ վարդագույնը մենք վերցնում ենք սպիտակ, որտեղ որ սպիտակ է վերցնում ենք վարդագույն։ Okay, so սա մի հատ sense բան վերցնեմ։ Այսի ոնց որ diagonal-ն է, վերցնում ենք we take the anti-diagonal։ Այս diagonal-ը հաստատ Կարող է все-таки այն մյուս անկյունագիծը պետք է լիներ։ Կապ չունի։ Ոնց որ դրանով առաջինը հետ չի համընկնում, չէ՞։ Առաջի տարը բանը մեր առաջին տարի հետ sense ասած։ Այսինքն նայես ոնց եք այդ վեկտորը պարկասում։ Հա, իրականում հա, որ տեղերը փոխենք բաների, սյուների, դզվում է, չէ՞։ Մեկը։ Ուզում եմ ասենք ես այս վեկտորը դեպքն էսի ոնց պետք է կառուցեք, ասենք։ Այս օժանդական անկյունագիծը։ հեսա կկառուցենք, Եթե ներքև իջնենք, ճիշտ է, ուղղակի, հա։ Okay, so վերցնում ենք we take the anti-diagonal. The anti-diagonal. So այսի կլինի, ասենք, sense նկարեմ, հա։ Չորս, մի րոպե, հա, ճիշտ է։ Okay, so վերցնում ենք ուր այս pink առաջինը չենք ներկում, երկրորդը ներկում ենք, երրորդը ներկում ենք, վերջինը չենք ներկում, okay։ Հիմա այս anti-diagonal-ը, որտեղ էլ որ վերցնես դնես, ես մի քիչ կճաճ եմ նկարել, բայց վայ։ Okay, որտեղ էլ որ վերցնես դնես, ինքը տարբեր է լինելու, որտեղ հենց անկյունագծի վրա տարբերվելու է։ Բայց կարող ես նկարած ունեմ, հա, okay։ Այսի diagonal-ն է, այս էլ anti-diagonal-ն է։ Այս մեթոդը պետք է կոչվեր anti-diagonalization, ոչ թե diagonalization։ Այսի diagonal-ն է, այսի anti-diagonal-ն է։ Okay, որ ասենք վերցնես այս վեկտորը, ինքը պարզա ոչ մի տեղի չի համընկնելու, որովհետև հենց անկյունագծի անդամի վրա հակառակն է տալու։ Մենք հատուկ իրան տենց ենք վերցրել, որ որտեղ դնես, որտեղ փորձես իրան դնես, հենց անկյունագծի անդամի վրա ինքը ուրիշ բան է լինելու։ Չէ՞։ Okay, so one checks that if anti-diagonal was equal to column K, then or anti-diagonal cannot be equal to column K, is not equal to column K because its kth entry, kth coordinate is different from the KK entry of the table. Okay, I think it is. Զուտ ուզում եմ այս հասկանանք։ Հիմա անենք ասենք more generally։ Հիմա ցանկացած բազմության համար ոչ հաշվելի, ոչ մի բան չեմ ընդհանրում։ More generally given a set X and table-ը ինչ է, ասենք այս տիպի table-ը ինչ է 0-1-երի, որ 0 կամ 1։ Այս զուտ բինար հարաբերություն է x-ի ու x-ի միջև, չէ՞։ Ասենք, որը որ վարդագույն է, դի վերցրել ենք մեր հարաբերության մեջ, որը սպիտակ էր չենք վերցրել։ Հարաբերությունը ինչ է, զուտ ենթաբազմություն, չէ՞, x։ Okay, so and a subset R x squared, փակագծերի մեջ դնեմ binary relation on x, չէ,
Հիմա այս նույն բանն է, ինչ որ table-ը։ Ըստ զուտ x-ա գրած, ասենք x-ը ստե, x-ը ստե։ We define its anti-diagonal. We define its anti-diagonal R as what? I think statenem ստեղկրեմ։ Հիմա ինքը գտնելու է x-երի ենթաբազմություն, չէ՞, ոնց որ վեկտոր, մենք իրեն մտածում ենք որպես վեկտոր x-երի վրա, այս x-ն է, որ էսի չենք վերցրել, էսի վերցրել ենք, էսի վերցրել ենք, էսի չենք վերցրել։ Okay, կարաք ասեք ոնց եմ սահմանում։ Այս x-ը ինդեքսներն են, պատկերացրեք էսի բնական թվերն են։ X-ը եթե ինքը իր այդ հարաբերության մեջ չէ, հետ դեպքում վերցնենք։ Ստեղ որն ենք վերցնում, ասենք ինդեքս 1-ի համար։ Եթե ինդեքս 1-ը ինդեքս 1-ի հետ վարդագույններ, այսինքն հարաբերության մեջ էր, մենք իրան չենք վերցնում։ Եթե հարաբերության մեջ չէր, վերցնում ենք։ Okay, so գրում եմ x-ը հարաբերության մեջ չի ինքը իր հետ։ X-ը հարաբերության մեջ չի ինքը իր հետ։ Okay, then Cantor's theorem, so Cantor's anti-diagonalization or diagonalization theorem. Այսինչ ասում, որ for any x and r subset of x, the anti-diagonal, so anti-diagonal of R is not equal to ոչ մի սյանը, կամ նույն ձևով ոչ մի տողին, is not equal to R x and anti-diagonal is not equal to R x for all x in x. Հիմա ասենք այս չգիտեմ, այս նշանակումը գիտեք թե չէ, այս կոչվում է fiber։ Եկեք այս fiber-ն էլ սահմանեմ, նոր այս թեորեմը գրեմ։ For x in x, the vertical fiber vertical respectively horizontal. That's fiber of R is the set vertical կլինի S մեկը, որը հավասար է բոլոր y-ների x-ից, այնպես որ xy-ը r-ը։ Respectively այս էլ horizontal-ն է, այս էլ բոլոր y-ների x-ից, որ y-x-ն է r-ից։ Այս ուղղակի պրոյեկցիան չի։ Չէ, պրոյեկցիայի հակառակն է, ճիշտ հակառակն է։ Ճիշտ հակառակը չի, ասենք, բայց պրոյեկցիան չի։ Այս պրոյեկցիան okay, հեսա մի հատ, okay, լավ, ես ստից վերացնեմ։ Okay, մի հատ x-ը դնենք, x-ը ստե, r-ը ինչ է իրանից ներկայացնում, r-ը ինչ որ ասենք սենց մի բան է, ինչ է, կեք ավելավը բանով ներկեմ, այս r-ն է, պրոյեկցիան որը կլնի ստեղ, ասենք թե պրոյեկցիան ներքև, որ բազմությունը կլնի, պրոյեկցիան կլնի այս-ի,
Այսի կլինի projection R։ Իսկ ես ասում եմ իմ ասածը կախված է x-ից, վերցնում ես մի հատ x, իրան վերևը սենց կտրում ես, ու տենում ես ով մեջը ընգավ։ Լավ, ինձ թվաց։ AS-ի է, AS, ասի ուրիշ գույնով ներկեմ, AS բազմությունն է ու այսքանն ենք ստանում, ոչ թե պրոյեկցիան։ Հասկացա, ես չէի ճոգի, որ x-ը ֆիքսած է, լավ։ Ու այս կլինի R-ի R sub x-ը։ Ու նույն ձևով է, եթե վերցնենք x մի հատ աստեղ, ասենք թե S վերցնենք, S փոքր x-ը վերցնենք, S բախտը այսինց գից քաշենք, S-ը կլինի այս-ի։ Ու այսքանը կլինի ոնց որ։ Այսը կլինի RX-ը, այսինց։ Okay, trans fiber են ասում, or section էլ են ասում. Okay, so vertical fiber, վերևը կգրեմ fiber, or section. Okay. Okay, այս ունենալով հիմա կարանք ասենք տենանք կանտորը ինչ է ասում, կանտորը ասում է, որ ես միշտ կարամ ինչ-որ բազմություն սարքեմ, որ քո section-ներից ոչ մեկը դրան հավասար չեն։ So, sense գնեմ հենց anti-diagonal is not a vertical or horizontal section of R. Որն է ապացույցը, նույնի ինչ-որ նախքան ես, suppose for any x, for all x in x, գեք հասկանանք երբ այդ x-ը անցի դիագոնալից ու երբ այդ x-ը ասենք rx-ից, okay, so x belongs to anti-diagonal of R by definition if and only if որը գնում ենք նայում ենք ինչ պետք է լիներ որ տենց բան լիներ if and only if x ստորակետ x-ը այս բազմությունից չի, չէ՞։ Այսի սահմանումն է ուղղակի R-ից չի։ Իսկ այս section-ների լեզվով այս ոնց կարանք գրենք։ Section-ներն էլ նրանք էին, որ ասենք x-ը ֆիքսում ես, մնացած ով կա չկա, որ R-ի մեջ է։ X-ը RX-ից չի, ու ամեն մյուսը X-ը RX-ից չի։ X-ը RX-ից չի։ Ու համարժեքորեն այն մյուսն էլ կարանք գրենք, X-ը RX-ից չի։ Վերջ, ու այդ նշանակում է, որ այս բազմությունը չի կարող լինի այս-ի, ֆիքսած x-ի համար։ Ասենք չկա տենց x, որ այս երկուսը նույն բազմություններն են, որտեվ այս բազմության պատկանելիությունը հակառակելու է այս բազմության պատկանելիության։ Thus, AD R is not equal to Rx for all x. For all x in x. Same for Rx. Okay. Is լրիվ նույն ապացույցն է ինչ որ ստեղ, որ զուտ դու բերես այդ անտիդիագոնալը դնես ստեղ, ինքը հենց անկյունագծի էլեմենտի վրա հակասություն է տալու։ Ուզում ասեմ կարես ենթադրես հակասող ենթադրությամբ, որ ենթադրենք S-ի հավասար է սրան ինչ որ ֆիքսած x-ի համար։ Ու դու այդ ֆիքսած x-ի համար հարց ես տալիս։ Այդ x-ը անտիդիագոնալին պատկանում է թե չէ։ Ու գրում ես այս բաներով, եթե պատկաներ, ապա պետք է սրան չպատկաներ, սրան չպատկանել նշանակում է x-ը սրան, x-ը այս բազմությունից չի, բայց մենք ենթադրել ենք, որ S-ի հավասար է սրան։ Հակասություն։
Okay. Ես ուզում եմ էսի sense abstract state անեի, որ էսի դուք հասկանայիք որպես մեթոդ, ոչ թե ինչ որ մասնավոր բան ապացուցեի սրանով։ Հիմա եկեք մասնավոր բան էս մեթոդով ապացուցենք։ Cantor's theorem. For any set x, power set of x does not surject onto x. In particular, equivalently, x does not surject onto power set of x. Equivalently, power set of x does not inject into x. But this equivalent to an axiom of choice of in particular, power set of x is not equinumerous with x. Բայց կոնկրետ այս մասնավոր դեպքում axiom of choice պետք չի, չէ՞։ Տեսնեմ, իզում ես ասես, եթե ստե սուրյեկցիա տրվեր, կկարանայինք հետ գնայինք, չէ, խի։ Մի նկատի ունեմ, ոնց որ ուղղակի բան է, էլի այդ երրորդ գրածից է հետևում առաջին երկու գրածները դրա համար։ Չէ։ Ինիկատնես, որ սրանից հետև, ժխտումներով, ճիշտ եք ասում, քանի որ ժխտումով եմ գրել, ճիշտ է, ժխտումով, ես դիեմ, որ ասենք առանց ժխտումների, որպիսի սրանից էս ստանաս, axiom of choice ապեք, բայց ժխտումներով, որպիսի ասենք էս ժխտումից էս ժխտումը հետևի, պետք չի axiom of choice, շատ ճիշտ է։ Զուտ, որտև ժխտումներով իմպլիկացիաների տեղերը փոխվում է։ Okay, հիմա ոնց ենք ապացուցում, որ սենց սուրյեկցիա չկա, ասենք ենթադրենք կա սենց սուրյեկցիա։ Suppose there exists an f x-ից, որ surjective։ Մի հատ էլ հարցնամ, մի անգամից բիեկցիա չենք նայում։ Դե ապացուցը ճիշտ է սուրյեկցիայի համար, ասենք, ինչի ես։ Այ բիեկցիա որ նայես, ելնում է ոնց որ ավելի weak statement, չէ։ Ես ասում եմ նույնիսկ սուրյեկցիա չկա։ Բայց եթե բիեկցիա չկա, մյուս կողմից է ցույց տանք, որ դե ակնհայտ է, որ x-ը սուրյեկտվում, չէ, x-ը ինյեկտվում է px-ի մեջ, կստացվի, որ բան չեն, չէ։ Ընդունում եմ, դու ասենք դու օգտագործում ես Cantor-Schroeder-Bernstein-ի թեորեմը, որ եթե մեկը մյուսի մեջից ինյեկտում ես, այդ նշանակում է կա բիեկցիա, բայց ասենք հիմա ուզում եմ ամենապարզ պնդումը ապացուցած լինեմ, ասենք որ առանց ուրիշ թեորեմի։ Okay, so ասենք թե սուրյեկցիա, ասենք զուտ ենթադրում եմ այն, ինչ որ օգտագործելու եմ ապացույցի մեջ, ասենք բիեկցիան չի կիրառվել, չի օգտագործվելու։ Ասենք թե սուրյեկցիա գոյություն ունի, այդ նշանակում է ամեն էլեմենտին համապատասխանացրել ենք մի հատ ենթաբազմություն։ Հիմա ասենք էսի ոնց ենք պատկերացնելու կանտորի դիագոնալով, ոնց ենք մտածելու էլի։ Ինչ r պետք է սահմանենք, ինչ հարաբերություն x-ի ու y-ների միջև։ Ինչ հարաբերություն սահմանենք, որ այս դիագոնալիզացիան մեզ նենց բան տա, որ լավ չի, որ հակասության գանք։ Որ էլեմենտը իրան համապատասխանության մեջ դրած բազմությանը չի պատկանում, հա, տենց ինչ-որ։ Պատկանում է։ R-ը, ում ասեմ, այդ հարաբերությունը թողնի պատկանելը, հետո որ անտիդիագոնալը վերցնենք, այդ կլինի չի պատկանում։ Թող հարաբերությունը լինի x-ը ոնց որ fx-ի անդամների հետ։ So okay, so we define r in x squared. Sense տնենք r
x y-ը երբ ենք էսի դնում, երբ որ x-ը կամ y-ը fx-ի մեջ է պատկանում։ Fx-ը ենթաբազմություն է, իմ գրածը լրիվ իմաստ ունի։ Okay, մի հատ եկեք հասկանանք ինչ եմ գրել։ Ամեն okay, էսի x-երն են, sense էս x-ն է, էս մեծ x-ն է, էս էլ է մեծ x-ը։ Ամեն փոքր x-ի համար ես ոնց որ ասենք sense պատկերացնենք IC x-ն է։ Բնական թվերով եմ էլի ուզում գծածելնեմ։ Պատկերացնենք էսի բնական թվերն են, էսի x-ն է, x-ի վերևը դրել եմ ոնց որ դրել եմ իր բազմության, իրան համապատասխանող fx բազմության ինդիկատորի ֆունկցիան, այսինքն այստեղ դրել եմ, ասենք, չգիտեմ, այս մեկը մեջն է, էսի մեջն է, էսի մեջը չի, էսի մեջն է եւ այլն։ Էսի fx-ն է։ Okay, ու էսի r-ն է։ Ու սո ասենք սրանով գիտենք, որ եթե անձի դիագոնալը վերցնեմ, ոչ մի սյանը համապատասխան չի լինելու։ So thus anti-diagonal of r ինչ է լինելու anti-diagonal of r? It's going to be a subset of x will not be equal or is not equal to any vertical fiber f of x. Thus, ուրիշ բառերով ասած, s-ի ֆունկցիայի պատկերների մեջ չի մտնելու, ֆունկցիան սուրյեկտիվ չի։ Thus, f isn't surjective. A contradiction. Հասկանալի էր կամ ինչ հասկանալի չէր։ Այս որ վերցնում ենք այս անտիդիագոնալը, գիտենք, որ ինքը ոչ մի սյուն չի կարող լինի։ Ինքը սյուն չի։ Այս սաղ գրածների մեջից ինքը սյուն չի։ Բայց սյունները այստեղ exactly fx-երն էին, տարբեր x-երի համար fx-երն էին։ Այդ նշանակում է այս անտիդիագոնալը ոչ մի fx-ի հավասար չի լինելու, բայց այդ նշանակում է, որ f-ը սուրյեկտիվ չի։ Այսինքն մենք ոնց որ ասած մոգոնեցինք մի հատ բազմություն, որ այս ֆունկցիան չի ծածկում, այս ֆունկցիայի պատկերների մեջ չկա։ Սրանով ցույց ենք տալիս, որ ասենք, չգիտեմ, corollary Պարզա, որ եթե վերցնենք ցանկացած բազմության համար վերցնենք 2-ի x-ը, thus 2 to the x, which is equinumerous with our set of the x, is strictly bigger, is strictly bigger than x. Այս բարձա, թե ինչի է 2-ի x-ը նույն բանը, ինչ որ բոլոր ենթաբազմությունների բազմությունը։ Ինքը այստեղ չի, բայց սահմանված։ Դե էսի ինդիկատոր ֆունկցիաներն է այս մարդկանց։ X-ից 0,1 ֆունկցիաների բազմությունը չի։ Հա։ Դե x-ից 0,1 ֆունկցիաների բազմությունը, ասենք, օֆիցիալ նույնը չի, ինչ որ x-ի ենթաբազմությունների բազմությունը, բայց պարզա իրանք բիեկցիայի մեջ են։ Ասենք, ստեից, որ վերցնես ցանկացած էլեմենտ y վերցնես ինդիկատոր ֆունկցիա y-ի։ Okay, էս էլ ստեղը, սնա միջը, վայ, էս էլ էլեմենտ։ Okay, այսինքն 2-ի x վերցնելով մենք ուրիշ ավելի մեծ բազմություն ենք ստանալու։ Ստեմ երևի մոռացա գրեմ, obviously
x embeds into power set of x by x mapping to the singleton x. Okay. All right. Այսինքն հիմա մենք բնական թվերը ունենք, դա ոնց որ ամենամեծ բազմությունն է հələ որ կառուցել ենք, այս չենք կառուցել, աքսիոմն է տվել։ Հիմա այսրանով ստանում ենք ավելի մեծ բազմություն, բնական թվերի ենթաբազմությունները, in particular 2 to the n, which is the power set of n, is uncountable. Այս նույն բանն է, որ այս ինչ է, 0-1-երի մատրիցներ են, չէ, որ դրա անցից diagonal-ը վերցնես, նոր 0-1-երով վեկտոր է ստանալու, որ դրա մեջը չի։ Okay, so նույն բանը կարաք դուք բացուցեք, այս ես ընդհանուր դեպքում եմ գրել, բայց մասնավոր դեպքերի վրա հեշտ երևում է։ Նույնն է իրական թվերի համար կարաք անեք։ Իրական թվերը, ասենք, չգիտեմ, 10-ականով ներկայացնեք, 0, 1, 2, 9 թվանշաններով ու ենթադրենք իրական թվերը հաշվելի են, շարեք այդ բոլոր իրական թվերը իրանց 10-ական ներկայացմամբ, անցի diagonal-ը վերցնում ես, ստանում ես նոր իրական թիվ, որը քո ցուցակում չկա։ Մի քիչ այնտեղ պետք է զգուշ լինել, ուղղակի, որ հանկարծ 9-9-9-9 նույնն ալնելու ինչ որ 1-0-0-0-0-ն զուտ այդ մի հատ պետք է նենց անեք, այդ 9-ից հեռու մնաք զուտ։ Okay, anyway, ես դա տնային կտամ, բայց ուզում եմ սրանով ցույց տամ, որ իրական թվերն էլ են uncountable. We know that so we know that 2 to the n injects into 0, 1. Well, is in bijection with the Cantor set, which is a subset of 0, 1, but also 2 to the n surjects onto the 0, 1. Let's see, he should make a via binary representation. So 0, 1 injects into 2 to the n. I think մենք ունենք որ s-ի մտնում է 0-1-ի մեջ ու 0-1-ը մտնում է իր մեջ. So hence s մտնում է 0-1-ի մեջ, s-ը մտնում է իր մեջ. Thus by the following theorem, theorem 2 to the n is the same as 0, 1, equinumerous to 0, 1. Hence also 2 to the n is equinumerous to reals. Որովհետև այս 0-1-ը նույն բանն է, ինչ որ 0-1 բաց ինտերվալ է, 0-1 բացն էլ կարացել էինք բանը իրականի հետ bx-ը սարքեինք ինչ որ հորոնվորով իձև։ Okay, որն է the following theorem-ը, այս աղաշխարհի մարդկանց անունները մեջ ունի, ով հասե ապացուցել է, Cantor Schroeder Bernstein theorem. If A injects into B and B injects into A, then A and B are equinumerous. There is a bijection. Okay, այս թեորեմը ես չեմ ուզում ապացուցեմ, բայց ուզում եմ ասեմ նախ նորից կրկնում եմ ապացույցին վեբսայթում կա, եկեք նորից բան անեմ, նախ այստեղ կա այս բանի մեջ, այս notes-երի մեջ կա, այդտեղ պետք է որ ստել լինի։ Հեսա Cantor Schroeder Bernstein. Առանձինել եմ դրել, որտեվ լիքը մարդուն ասենք set theory-ին կարող չի հետաքրում, բայց այս թեորեմը ուզում են իմանան։ Առանձինել հեսա, տեսնում եք այս short notes basic set theory, the Cantor Schroeder Bernstein theorem. Մի էջա, եկեք այդ էջը նայենք, զուտ հերվից։ Հեսա ստեմ գցել,
Ինչն եմ, ասենք, ես ոչ թե կապացեմ ընդհանուր դեպքում, այլ կապացուցեմ շատ մասնավոր դեպքում, ու հետո կասեմ, որ այդ շատ մասնավոր դեպքը իրականում ընդհանուր դեպքն է, ու կթողեմ էդի ձեզ տնային։ Okay? Ուրեմն եկեք ապացուցենք էդի հետևյալ ֆունկցիաների դեպքում։ A-ն ու B-ն երկուսն է բնական թվեր են վերցնելու, այսինքն ինքնին ասենք statement-ը նրանց համար լինելու է բան trivial։ Բայց նայեք ինչ եմ ուզում անեմ։ A-ն ու B-ն վերցնում եք բնական թվերը, մի հատ էլ անվերջ էլեմենտ, մի հատ նոր էլեմենտ, A-ը դնում ենք անվերջ, ասենք կապ չունի թե ինչ եմ նկարել, լիքարայ սիրտ նկարեի, դա կապ չունի։ Ու ֆունկցիան որն եմ տալիս։ Այս մի ֆունկցիան, այստեղ f, այստեղ g։ F ֆունկցիան տալիս եմ, որ ինքը բանի Hilbertի ֆունկցիան եմ տալ, Hilbert հոթելի ֆունկցիան։ F-n-ը map հալնելու n+1-ին, g-n-ն էլ map հալնելու n+1-ին։ Okay? So այս f, այսինքն ունենք ոնց որ բնական թվերի երկու կոպիա, պլյուս այդ նույն անվերջերի երկու կոպիա, այս անվերջ էլեմենտի երկու կոպիա։ F-ը ներքև է բրդում, G-ն էլ է ներքև բրդում, ուղղակի տարբեր կողմերից, տարբեր կողմերի վրա են սահմանված, okay? Համաձայն եք, որ երկուսն էլ ինյեկցիա են, բայց ոչ մեկը բիեկցիա չի, որտեղ այս մեկը 0-ն է բաց թողում ըստեից, այս մեկն էլ է 0-ն բաց թողում ըստեից։ Okay, հիմա մեր թիրախն է սարքել բիեկցիա օգտվելով հենց այս սլակներից։ Այսինքն թազա սլակ չենք սահմանելու մենք։ Ինչ կա այս սլակներն է, կարանք այդ սլակները շուռ տանք, պրոբլեմ չկա, բայց ես ուզում եմ հենց այս սլակներով թեկուզ եւ շուռ տված տարբերակները սլակների վերցնենք ու այդ սլակներով սարքենք բիեկցիա։ Հիմա զուտ պետք է սլակներ ջնջես։ Ասենք բիեկցիա եմ ուզում սարքեմ այս կողմից այս կողմը, okay, so այս J սլակներն էլ կարամ այս կողմ բրթեմ։ Հիմա որ սլակները ջնջենք, որ բիեկցիա ստանանք։ Հեսա, ստե ջնջած կա այս պատկերում կա։ Ինչ ենք անում, ասենք զույգ վերցնում ենք այս զույգի մեջ, էսի սրան ենք մափանում այս սրան, շատ լավ է։ Հիմա հաջորդ զույգը, այս զույգն ենք վերցնում, էսի սրան ենք մափանում էսի սրան, շատ լավ է, հաջորդ զույգը եւ այլն։ Այն վերջին անվերջներն դե իրանք էին մափլնում, կվերցնենք, ասենք զուտ էսի f-ը կվերցնենք այստեղ։ Okay, so ստացա բիեկցիա։ Այսինքն երկու ֆունկցիաների այս բանը սլակների բողջաները իրար հետ միացրեցի, որոշ սլակներ ջնջեցի, ստացա բիեկցիա։ Չէ՞։ Հիմա ես պնդում եմ, որ ցանկացած երկու AB բազմությունների համար նույն բանը կարելի է անել, ուղղակի պետք է identify անել ով է քո 0-րդ բազմությունը այստեղ, ով է քո առաջին երրորդ բազմությունը, ով է քո երկրորդ բազմությունը։ Օրինակ հիմա եթե ունենք ցանկացած, ասենք AB բազմություններ, ով կլինի, ասենք տրահում ենք A-ն ու B-ն, ինչ որ բան է, տարանջատ բազմությունների, A0-ն ով կլինի։ A0-ն այն մարդն է, որը B-ի իմիջի մեջ չի մտնում, J-ի իմիջի մեջ չի մտնում։ A0-ն հենց այն բազմություն կլինի, որը այսինքն ըստե չկա։ Այսինքն վերցնում ես դու A0-ն սահմանում ես ամբողջ A-ից հանած J-ի պատկերը։ Այս J-ի պատկերն ես վերցնում հանում ես։ Էդի եղավ քո A0 բազմությունը, հեսա պատկերով այստեղ կա։ Նույնն է B0-ն, B0-ն այն է, որ F-ի պատկերի մեջ չի մտնում, այսինքն սաղ B-ն ես վերցնում, հանում ես F-ի պատկերը մեջից։ Okay, so արդեն այս բազմությունները կան։ Է որ սրանք կան, արդեն B1-ը միարժեք որոշվում է, զուտ A0-ի F պատկերն է։ A1-ն էլ է միարժեք որոշվում է, B0-ի J պատկերն է։ Այսինքն հիմա էլ էս էլ կա։ Հետո B2-ը որոշում է որպես A1-ի F պատկեր, A2-ը որոշում է որ B1-ի J պատկեր եւ այլն։ Այս սրանքի ելնում են, ասենք, այն բազմությունները, որ տակն են մնում։ Okay, ու կարաս տենաս, որ լրիվ նույն ապացույցը, ինչ որ էս տուֆտա օրինակի վրա աշխատում է։ Այսինքն ստենենց ինչ որ նենց mystery չկա ընդհանրապես։ Ինչ որ մի բա զուտ պետք է օգտագործեք, որ ֆունկցիաների համար է, որ հատման պատկերը ելնում է հատումների պատկերը։ Ինչ ասացի։ Պատկերների հատում։
Պատկերների հատում, մերսի։ Հատման պատկերը նոմա պատկերների հատում։ Ինյեկտիվ ֆունկցիաների համար, ու այդ միակ տեղն է, որ ինյեկտիվությունը օգտագործվում է, վերջ։ Բայց այդ որ տակն են մնում, ոնց են տակը Այդ- մնում ընդհանրապես։ Այդ տակը մնալը զուտել նոմա ինքը հատում, բանի, ասենք այս բոլոր այց հանում ես այս բոլոր քո ստացած բազմությունները ու տակը ինչ որ բան է մնում, բայց ինյեկտիվության շնորհիվ ցույց ես տալիս, որ այդ նույն բանն է, ինչ որ B-ից հանեիր իրանց պատկերները։ Այսինքն այդ նույն բանն է, ինչ որ B անվերջը։ Էլի այդ նույն այդ հատման կամ հանման հեսա, ասենք ստե ցույց ենք տալիս, որ օրինակ F հեսա։ Ստե sense հաշվում ես, որ այս դրանց հատումը, ես A գծիկով նշանակել եմ միավորումը A0-ից AN։ Մի րոպե, ուր է այս A գծիկի սահմանումը, ուր եմ դրել։ Ես հակառակն եմ սահմանել, ես ասենք ես A գծիկն եմ սահմանել, ասենք էսի նոմա A գծիկ 0-ն, էս նոմա A գծիկ 1-ը, էս նոմա A գծիկ 2-ը, հետո այս A-երը զուտ սահմանել եմ իրարից հանելով։ Այսինքն ես կառուցում եմ նվազող բազմությունների հաջորդականություն ու ամեն նախորդից հաջորդը հանելով ստանում եմ այս սրանք։ Հաշում, ապացույցը ստե գրած է, այսքան բանն է, ապացույցը, իսկ իրականում ասենք այս պրոտոտիպ բան, որ հանենք, այսքան բանով այս որ ջնջես, ապացույցը ստեից է սկսում։ Այս նկարն է, որ հանես 3 տող բան ալնելու։ Մի խոսքով, ես էսի տնային եմ տալիս, որ զուտ դուք կարդում կամ դուք ձեր համար մի հատ փորձեք այս ապացույցը անել, հետո որ այնտեղ դժվարություն լինի, բացեք այսքան բանը նայեք, կամաց կարդալով սովորեք։ Այս ապացույցը նենց է, որ պետք է մարդ մի անգամ ինքը իր համար անի ու հետո պրոբլեմ չի լինի։ Կարևոր պատկերը հիշելը էս է։ Եթե դուք այս պրոտոտիպի համար այդ ապացույցը հասկացաք, դուք ընդհանուր դեպքն եք հասկացել։ Okay. Եկեք անցնենք առաջ, so proof homework եմ տալիս։ Վայ։ Okay. Այս թեորեմը կյանքը հեշտացնում է, էլի, ասենք էլ ոնց որ sense մազով բիեկցա չես սարքում, էլի, այնքան որ կարաս, եթե մեկը մյուսի մեջ կարացար գցես, դու լավ ես։ Այս թեման է։ Okay, so the cardinality of the equinumerosity class, numerosity class of the power set of n is called continuum. And any set equinumerous to power set of n is said to have cardinality continuum. Էսի ուղղակի բառեր են, շատ մի խորած է cardinality continuum. Okay, եկեք մի հատ բարձություն անենք իրար հետ. Let's do an application. Metric space is called separable. If it admits admits countable tens set. Okay. Այսինքն ոնց որ Q կա մեջ էլի մի հատ։ Ասենք տենց բոլոր Q ունեցող մետրիկական տարածություններն ասում են separable. Okay, եկեք ցույց տանք, որ so proposition any separable metric space X has cardinality
Proportionality at most continuum. At most continuum. I.e. ինչի նկատի ունեմ սրանով նկատի ունեմ որ ինքը բան անում ինյեկտվում է երկուսի n-ի մեջ կամ power set-ի մեջ i.e. 2 to the n մենք էսի ցույց կտանք 2 to the n surjects on x Եկեք մի հատ էլ մի ասենք լավ կլներ մի հատ էլ exercise անենք Սպասեք հեսա կանենք էլ էս exercise-ը մի րոպե Okay let's example Okay, եկեք ապացուցենք, որ երկուսի n-ը հավասարա զորա բերի տարածությանը։ Proof. Okay, so պարզա, որ երկուսի n-ը բերի մեջն է անգնում, չէ՞։ The subset of n to the n. So it's enough to prove Okay, հիմա դուք ասեք, նման ծրագրավորողները, ունենք բնական թվերի հաջորդականություն, ունենք բինար թվերի հաջորդականություն, 0-1-երի հաջորդականություններ, ոնց ենք բնական թվերի հաջորդականությունը կոդավորում 0-1-երով։ Ոտքի երկուական համակարգի տանենք ամեն անդամ։ Կարանք տենց անենք, բայց դու մի հատ պերեգառուտկա է քեզ պետք, չէ, որ իմանաս, որ թիվը պրծավ։ Բայց պետք է։ Ասենք, եթե առաջինի վրա 7-ա գրած, հետո 8, դու հետո բլա բլա, դու ինչ ես իմանալու էսի, ասենք, էսի որ դնես, չգիտեմ, 7-ի երկուականը որն է, 1-1-1, հա? 1-1-1, 8-ի երկուականը լնելու է, էդ էլ չգիտեմ։ 1-0-0-0 ինչ ես իմանալու կարող է սկզբում այս բանը 3 է եղել հետո է այս եղել ասենք ոնց ես հետ կոդավորելու էլի կարաս լիքը ձև կա էսի անելու կարաս երկուականով անես զուտ պետքա ասենք մի հատ սիմվոլ կերտես որ պերեգառուտկա է որպես ծառայում Էսի 3 տարեկան աղջիկը ինձ թվում է լավ կլուծի, որտեղ ինքը մեկական համակարգում է ապրում, աշխատում։ Մեկական համակարգը գիտեք որն է։ Ամեն մեկի առաջ 0 ենք դնում ուղղակի։ Հա, ասենք մի այդքան հատ 1 ես տնկում, հետո մի հատ 0 որպես պերեգառուտկա։ Այդքան հատ 1, մի հատ 0 որպես, okay. So use the unary representation. I think n goes to 1, 1, 1, 1 n times and put zeros in between. So I think I think 3 հետո 5 4 եւ այլն Էսի map հալնելու 3 հատ 1 0 հետո 5 հատ 1 0 4 հատ 1 0 եւ այլն Okay համոզեցի երևի Բայց ո՞վ է n+1 հատ 1 դնենք որ 5 հատ 1 դրոմլի Չէ, որ 2 հատ 0 իրար հետևից լինի չենք իմանա, որ ուրեմն այդ թիվը արանքի թիվը 0 էր։ Այս որ մի հատ հարց տամ, որ գրել ենք երկուսի n-ը այդ n-ի n-ի subset-ը, դա այդքան էլ ֆորմալ չի, չէ։ Ֆորմալ է, խին ֆորմալ չի։ Միտեղ ֆունկցիաներ են բնական թվերից 0-1,
Միստեղ ֆունկցիաներն բնական թվերից բնական թվեր։ Հիմա եթե դու ընդունում ես, որ 0,1-ը բնական թվեր են, Հա, ճիշտ է, հա։ Սրա իմիջը կարաք ասեք, այս ինյեկցիայի պատկերով է։ Բոլոր են 0,1-երի հաջորդականություններ են, որ Անվերջած 0 կա։ Exactly, որտեղ եթե անվերջած 0 կա, կարաս հետ կոդավորես, չէ՞, կարաս ասենք վերականգնես, թե որտեղից է եկել, եթե անվերջած 0 կա, բայց թե անվերջած 0 չկա, չես կարա։ Okay, այսինքն ես կանտորը բեռը նույն քանակությամբ են կարամ չխորանամ։ Էսի sense։ Այսին ներքև դնեմ, որ նրա հետ։ Բայց դա արդյոք տենց է։ Օրինակ եթե 2 հատ 0 ունենանք, Դա չես կարա ապակոդավորես դեպի։ Չէ, նկատի ունեմ օրինակ ունենանք 1 2 հատ 0, հետո 1 0 1 0, տենց Այդ 2 հատ 0-ն նշանակում է արանքի թիվը 0 է եղել։ դե փաստացի եղավ որ 1-ից հետո 0 ենք դրել, բայց եթե ինչ-որ թիվ 0 է եղել, 0-ից հետո է, չէ, պետքա 0 դնենք էլի։ Լավ չեմ հասկանում ինչ ես Ոնց որ ասում, նայ։ մենք երբ որ 0 թիվ ունենք, ասենք n-ից n-ով n, Okay, արի 0-ն դնենք, 0, հետո ստե չգիտեմ, բայց 2, 0-ից էլի հետո 0, ենք 0 դնում։ մի րոպե։ Էսի Տենց է ուր է կարած գնալու։ նստում։ Էսի ուր է գնալու։ Էսի Zero- սկզբից պետքա դնենք 0 հատ 1, այսինքն ոչ մի հատ 1 չենք դնում։ Չէ՞։ Հա, 0 հատ 1 հասկացա։ ու պերեգարոտ կա։ Հետո ստորակետ 2 հատ 1 պերեգարոտ կա, 0 հատ 1 պերեգարոտ կա, այսինքն 2 հատ 1 պերեգարոտ կա դրեցինք, հետո 0 հատ 1 պերեգարոտ կա, ուղղակի լինում է իրար կողք 0-ներ։ Բայց դրանք հեշտ ապակոդավորվում են։ Okay, so տնային կտամ, որ գոնե այս ֆունկցիայի հետ բան ասենք homework. Find the image. Find the image of this injection. Okay. Okay, հիմա վերադառնանք մեր ոչխարներին, ասենք ինչ է ստեյս բարձուց կտամ, որ n-ի n-ը x-ին վրա սուբյեկտում է։ Էսի լինում է in fact Okay, սուբյեկտում է։ Դե ոնց են կապացուցելու այս բանը, որ ասենք եթե սեպարաբել է, ուզում եմ ցույց տամ, որ բնական բնական թվերից n ստեղ սուբյեկտը կա, ինչ որ։ Proof. Let Q be a dense subset. The countable dense subset of X and enumerate it. I think Qn. Enumerate ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում enumerate ինչ որ բազմությունը, formal։ Ինյեկցիա սարքել n-ից։ Ինյեկցիա չի։ Հա, չէ, բիեկցիա։ Սուրյեկցիա, կարող է վերջավոր այս բազմությունը։ Հա, ճիշտ է։ Դե կրկնվող էլ կա, ես չեմ ասում կրկնվող չեն, ջանդամ թե չեն կրկնվող, նորմալ է։ Սուրյեկցիա, ցանկացած enumerate բառը նշանակում է սուրյեկցիա։ Okay, so I take a surjection. Okay, so since համարակալեցինք այս բազմությունը, հիմա ես ինչ եմ ուզում ասած լինեմ։ Ուզում եմ ինչ որ ձևով ցույց տամ, որ ես կարամ
բանը այս կոպիտ ասած այս եկեք sense ասեմ in fact QEN for any dense subset. Okay. Այսինքն ես ինչ եմ ուզում ցույց տամ։ Ես ուզում եմ ցույց տամ, որ էլ կարա ես enumerated չանեի, որ sense գրեցի։ Լավ, ուզում եմ ցույց տամ, որ եթե վերցնեմ հաջորդականությունների բազմությունը, որոնց արժեքները այդ dense subset-ում են, այդ խիտ subset-ում են, ես կարամ ամեն տենց հաջորդականությանը համապատասխանացնեմ x-ի կարող է ոչ բոլոր այդ հաջորդականություններին էլ կա, բայց սովորաբար կարանամ ասենք համապատասխանացնեմ x-ի ինչ որ էլեմենտ, նենց որ բոլոր x-ի էլեմենտները տենց համապատասխանությունից կան։ Ուղղակի բանը համապատասխանացնենք ու վсё։ Լիմիտը եթե գոյություն ունի, եթե գոյություն չունի, ոչ մի բան, ինչ որ բան։ So we fix an element, let's suppose x is non-empty, fix some x0 from x, and define a function, define f qen n is x by այս ինչ որ հաջորդականություն է, չէ, qen-երի sense, այս վերցնում ենք համապատասխանացնում ենք իր լիմիտը։ Limit n qn if such exists, if this exists, and x0 otherwise. Վերջ, հիմա պարզա, որ այսի սուրյեկցիա f is surjective because for any x in x, there is a sequence qn converging to x, defined by choosing countable choice, choosing qn from the ball of radius 1 over n around x. Այսինքն ստեղ ենք exam-ով choice օգտագործում, հա։ Բայց կարենք շրջան անմեղ axiom of choice-ը, բան էլի countable axiom of choice-ը, այդ ոչինչ։ Իսկ կարենք շրջանցենք, որ այդ բոլերի չնայած չէ։ Չէ, ոնց ես ասելու, որ limit կա։ Ու այդ իրականում sequence-ների limit տոպոլոգիական տարածություններում ընդհանրապես չկա։ Այդ մենակ first countable տարածություններում, ու մետրիկական տարածությունները first countable են։ Այսինքն դու պետք է իմանաս, որ ամեն point-ի կողքը ոնց որ բազիսային հաշվելի բազիսային տարածություններ կան, որ եթե իրանց մեջից մի կետ վերցնես, հաստատ այդ կետերի հաջորդականությունը ձգտելու է իրան։ Ճիշտ է։ Մի խոսքով, ասենք տեսանք, որ էսի սուրյեկցիա է։ Այսինքն սեպարաբել են Q պարունակող մետրիկական տարածությունները պայթի տրակի կոնտինյուում հատեն։ Կոնտինյուում հզորություն ունեն, ու ասենք դե կանտորներ հարցնում ու սաղ աշխարհը հետո հարցրել կանտորը ուզում էր իմանալ կա անհաշվելի բազմություն կոնտինյուումից փոքր, բայց անհաշվելի։ Գոյությունի կոնտինյուումից խիստ փոքր անհաշվելի բազմություն։ Այսինքն որ ճիշտ է արդյոք որ անհաշվելին նշանակում է կոնտինյուում։ Որտեվ զուտ պատկերացրեք մենք միակ ձևը որ ունենք մեծ ու մեծ ավելի մեծ բազմություններ ստանալու էսա։ Ուր է այդ բանը։ Էսա։ Բազմություն ես տալի, վերցնում ես դրա հզորություն բազմությունը, power set-ը, գիտես որ դրանից մեծ է, բայց ասենք սրա ու սրա արանքը ինչ որ մի բան կա, ու այդ հարցը հենց կոչվել է continuum hypothesis, ավելի շուտ այդ հարցի դրական բացասական պատասխանը կոչվել է continuum hypothesis. It's natural to wonder
is natural to wonder if and Cantor did, if there is an uncountable set smaller than continuum, i.e. Injects but no bijection. In other words, is there an uncountable subset of R not equinumerous to R? Այս error եմ ասում, որտեղ error բոլորին հոգի հարազատ է, իմ համար էսի ես error փոխարեն էս եմ մտածում։ Okay. Էս է հարցը։ Ու ասենք the positive answer is known as the positive answer is known as the continuum hypothesis. Բայց եթե արդեն լուծած է, խեն մեկը hypothesis ասում, որ Դե ոնց է լուծած։ դե այսինքն ապացած է, որ համնենց անկախ է աքսիոմներից, այսինքն Հա, ու տենց բաները, տենց statement-ները հիպոթեզ են ասում։ Հա, ուզում եմ ասած լուծած այն իմաստով, որ չի կարա կամ ճիշտ կամ սխալ լինի։ հա Հա, դե ասենք historically անունը մնացել է ու հա, չեն փոխել։ Ու ասենք իրականում լուծած չի։ Այն իմաստով, որ հա, okay, ֆորմալ լուծած է, որ եթե ZFC-ով ես դու քո կյանքը ZFC-ի մեջ է, ZFC-ով հա չես կարա էսի ապացուցես կամ էսի շղթես, բայց փիլիսոփայորեն լուծած չի։ Կարա Գրիգորից հարցնեք, ես կբացատրեմ։ Թե ինչի փիլիսոփայորեն լուծած չի։ Okay, so continuum hypothesis ինչ է ասում։ Հա, Continuum hypothesis-ը ստեղ գրեցիք positive answer-ն է, բայց երևի նեգատիվն է։ Is there a subset? Հա, նեգատիվն է, կներեք, նեգատիվ։ Merci. There is no uncountable set that injects into R but is not equinumerous to R. Okay, so hypothese զուտ պնդում է, որ ասում է, որ R-ի ու բնական թվերի արանքը ոչի բան չկա։ Okay, հիմա ասենք this was shown to be consistent. Or CS, sorry, CH was shown by Gödel to be consistent. Since Ibana Sanyor Dariskas being consistent with ZFC, and then it was proven by Cohen, proven like Kurt Gödel, proven by Paul Cohen, that negation of CH is also consistent. I think using a new forcing, using a new method called forcing that negation of CH is also consistent with ZFC.
Հիմա ասենք իմ համար էս լրիվ արդեն ասում եմ, ոչ մի ես կարամ այս պնդման մասին էլ չմտածեմ։ Լիքը, ասենք, լիքը պնդումներ կան, որ ուզում ես ապացուցես, ու ասենք քեզ պետքա որ CH-ը սխալ լինի կամ քեզ պետքա որ CH-ը ճիշտ լինի, բայց սովորաբար, եթե այդ պնդումները լինում են իսկական մաթեմից եկող, այսինքն ոչ թե բազմությունների տեսությունից եկող, այլ մնացած մաթեմից եկող, սովորաբար այդ տիպի պնդումները նենց պնդումներ են լինում, որ դու կարաս քո բազմությունների տեսության մոդելը մի քիչ մեծացնես, ըտե ապացուցես, ու այդ պնդումը ինվարիանտ է այդ մեծացման նկատմամբ, ու դրա համար եթե վերևը տեղի ունի, ներքևն էլ տեղի ունի, ու դու կարաս ոնց որ մի քիչ քո մոդելը մեծացներով վերցես CH-ը ճիշտ է կամ CH-ը սխալ է։ Լավ, դա ոչ մի խոսքով չխորանանք, բայց կան նաև պնդումներ մաթեմի մեջ, օրինակ, հեսա կասեմ, որ ասենք նենց պնդումներ են, որ ասում ես լավ էլի, ու իրանք նույն ձև, ասենք, անկախ են բազմությունների տեսությունից, ոնց որ էս CH-ը։ Հիմա այս CH-ի պրոբլեմն է, որ ասենք այնքան ինքը ֆունդամենտալ հարց է, որ նենց մի ձև անդուր է, որ ոնց որ փաստորեն ZFC-ն չի կարող այդ հարցը լուծի։ Այսինքն ZFC աքսիոմները թույլ են ու չեն պատասխանում այս հարցին։ Ու ով է ZFC-ն? ZFC-ն տենա ինչքանը որ մեր ինտուիցիան հերիք է։ Մենք թելենք, որ այս աքսիոմը պետք է ճիշտ լինի, այս աքսիոմը պետք է ճիշտ լինի, ունես նենց աքսիոմներ են, որ ամոթ է, էլի, ասենք իրենց վերցնում ես, հա նորմալ է։ Հələ աքսիոմ of choice-ը ասենք մարդիկ կա, ինչեւ մա բազարին անում է, ինտուիտիվ ճիշտ լինի, թե չէ, ես ոնց զգում եմ դուք սաղ աքսիոմ of choice-ը մի այլ տիպի ընդունում եք, ես էլ եմ ընդունում։ Okay, so լավ սրա վրա համոզվել եք, բայց հիմա էսի թե ճիշտ է, թե սխալ է, իմ ինտուիցիան ոչ մի բան չի ասում։ Ասենք, հիմա իրան դու կարաս ընդունես իր ժխտումը աքսիոմ դնես կամ իրան աքսիոմ դնես, այդ ոնց որ քո ներքին խնդիրն է, բայց գրիգորենք, այսինքն գրիգորենք ովքեր են, Իրանք բազմությունների տեսության մասնագետներ են, որոնք իրենց ասում են inner model theorists։ Իրանք ասենք հենց այն ամենաֆունդամենտալ հարցերն են քննարկում բազմությունների տեսության։ Ու մի խոսքով, ասենք Գրիգորն է ու եւս 5 հոգի ամբողջ աշխարհում։ Իրանք ինչ են ուզում անեն, իրանք ուզում են մի հատ մոդել սարքեն ZFC-ի, որի մեջ լիքը բան ճիշտ է, ինքը շատ հարուստ մոդել է, շատ հարուստ մոդել է, իր մեջ լիքը բան ճիշտ է, ու այդ մոդելում տենան, եթե ու այդ մոդելը նենց է, որ ոնց որ ներքևից վերև սարքած մոդել է, ոնց որ բնական թվերն եք սարքում ներքևից վերև, այդ նույն ձև էլ այդ մոդելը, ներքևից վերև սարքած մոդել է, ինչ որ իտերացիայով, ու այդ մոդելում, եթե ասինքն այդ մոդելը նենց պետք է լինի, դա true universe-ն է մեր, որին մենք հավատանք, ու այդ true universe-ում ուզում են տենան, տիպը բացեն տենան, ընդ CH-ը տեղի ունի, թե տեղի չունի։ Ու կախված նրանից այդ true universe-ում CH-ը տեղի ունի, թե տեղի չունի, մենք իրան կվեկալենք որպես աքսիոմ կամ չենք վեկալել։ Ոնց որ ինձ որ փիլիսոփայական justification-ը, թե CS-ը ճիշտ է, թե չէ։ Բայց լավ կամ վատ նորություններն է, որ իրանք հələ սարքում են այդ մոդելը ու պատրաստ չի, ասենք, դա ամենամեծ բաց խնդիրն է այդ area-ում, որ կառուցել iterative model of ZFC with a super compact large cardinal. So, tens model կարանան սարքեն, այդ մոդելում կբացեն կնայեն, ասենք, CH-ը տեղի ունի կամ CH-ը տեղի չունի։ Այդ area-ի գլխավոր մարդը Գրիգորի ղեկավարն է, Hugh Wood-ն է, հիմա Harvard-ում է դասախոս են, Berkeley-ում էր, ու ասենք Hugh Wood-ն է, հիշում եմ ինչ որ ես որ նոր էի սկսել PhD-ին, Hugh Wood-ն է ասում էր, որ continuum-ը օմեգա 2-ն է, այսինքն երկրորդ անհաշվելի կարդինալը, առաջինը չի, այսինքն continuum հիպոթեզը տեղի չունի։ Հետո ես հələ PhD եմ անում 4 տարին էի, մեկին ինքը իր կարծիքը փոխեց ու ասաց որ չէ, continuum hypothesis տեղի ունի ախմեր քասար։ Ու ասենք դա ինձ լուրջ չի, էլի հասկանում եմ, ասենք ինքը ինչ որ նկատառումներից ելնելով, բայց մի խոսքով Հիմա փիլիսոփայական ճիշտ լուծումը երևի այդ կլինի, որ ասենք մի հատ մոդել սարքվի, որ բոլոր այդ մոդելին սիրեն այդ մոդելը ու հետո բացես զուտ նայես այդ մոդելի մեջ ճիշտ է թե չէ։ Ասենք այդ կլինի ոնց որ ավելի բան փիլիսոփայական լուծումը, բայց հələ այդ լուծումը չկա ու ոչ set theorist-ների բանին չի էլի։ Իրար ասենք ոչ set theorist-ները տենց հարցերով չեն մտածում, այդ մենակ
ասենք set theorist-ներն են ու իրանց ընկերները, ասենք ինձ այդ հարցը հուզում է, բայց այնքան չի հուզում, որ ես դրանով զբաղվեմ, բայց որ իմանամ դրա լուծումը, ուրախանամ այդ օրը, սենց ասեմ։ Okay, այդքան բան սրա մասին։ Հիմա մեր հա չեմ կարա շարունակեմ, արդեն վերջացրեցինք, բայց ուզում եմ ասեմ, որ կանտորը այս հարցով զբաղվեց ու վերջում այս հարցի շուրջ ասենք լուրջ գժվեց, ինքը փորձում էր կոնտինուում հիպոթեզը ապացուցել, ինչ որ մեթոդ ուներ, ասենք ինչ որ իդեա ուներ, որով կարա կոնտինուում հիպոթեզը ապացուցի, ինքը ցույց էր տվել, որ փակ բազմությունները էրի փակ բազմությունները բավարարում են այդ հիպոթեզին։ Այսինքն կամ հաշվելի են, կամ կոնտինուում են փակերը։ Ասում էր դե լավ է, փակերը արեցի, հեսա հերթով էթում ենք, հեսա հերթով սա բազմությունները բանան ենք, փակերը արեցի, լավ է, այսա մնացածները, բայց ասենք այդ փակերը բան մնացածները, հա, ասենք descriptive set theory-ով կարաս ցույց տաս, որ բոլոր բորելյան բազմությունները կոնտինուում հիպոթեզին բավարարում են, նույնիսկ բոլոր բորելյան բազմությունների պրոյեկցիաներն են կոնտինուում հիպոթեզին բավարարում, բայց այդ չի նշանակում, որ մի հատ հեշտ բազմություն չեմ կարա axiom of choice-ով սարքեմ, որ այդ կանտորի սխեմայից դուրս է մնալու ու համենայնպես կանտորի սխեմայով չես կարա ցույց տաս, որ ինքը բանը կոնտինուում հիպոթեզին բավարարում է թե չէ, բայց մյուս անգամ այդ կքննարկենք թե որ մետրիկական տարածություններն են, կոպիտ ասած, որ ենթաբազմություններն են էռի, որ կարաս ասես, որ բավարարում են կոնտինուում հիպոթեզին։ Ասենք դրանք կոչվում են complete perfect spaces, so լրիվ կատարյալ տարածությունները բավարարում են կոնտինուում հիպոթեզին ու էլ ուրիշ որոնք։ Okay, so մյուս դասին այդ կքննարկենք։